Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում, ահա Տիրոջ օրվա ձայնը, այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։ Երբևէ եղել է այնպիսի պահ, որ աղոթեք ու զգաք, որ երկինքը լուռ է, որ ձեր ձայնը կարծես տեղ չի հասնում, իսկ պատասխանի փոխարեն լսվում է միայն քամու ուժգնացող ոռնոցը։ Այսօր աշխարհը տագնապի մեջ է, երկիրը դողում է, օվկիանոսները դուրս են գալիս ափերից, իսկ բնությունը կարծես ապստամբում է մարդու դեմ։ Շատերը հարցնում են. ուր է Աստված, ինչու է նա լռում։ Բայց արդյոք դա լռություն է, թե մենք մոռացել ենք, թե ինչպես է խոսում երկինքը։ Այս սերիայում մենք կփնտրենք պատասխանը այն տագնապի, որը պատել է մոլորակը։ Աստվածաշունչը բնական աղետներն անվանում է ցավերի սկիզբ կամ ծննդաբերական ցավեր։ Ինչպես մայրն է ցավ զգում նոր կյանք լույս աշխարհ բերելուց առաջ, այնպես էլ երկիրն է հառաչում։ Այն, ինչ մենք տեսնում ենք նորություններով, անոմալ տաքություն, ջրհեղեղներ, անսպասելի աղետներ, դա ուղղակի կլիմայի փոփոխություն չէ, դա երկրի արձագանքն է մարդու հոգևոր վիճակին։ Երբեմն լռությունը ամենամեծ նախազգուշացումն է։ Հովիվներն ասում են, որ Աստված լռում է այն ժամանակ, երբ մարդն արդեն ամեն ինչ լսել է, բայց ոչինչ չի արել։ Սա փոթորիկից առաջ սպասվող լռությունն է։ Մենք սպասում ենք հրաշքների, բայց երկինքը սպասում է մեր դարձին։ Տագնապը, որը զգում է մարդկությունը, հոգու քաղցն է, որը ոչ մի տեխնոլոգիա չի կարող հագեցնել։ Մարդը երկրի պահապանն է։ Երբ մարդու ներսում խաղաղությունը վերանում է, այն անհետանում է նաև բնության մեջ։ Մեր ատելությունը, նախանձն ու պատերազմները թունավորում են ոչ միայն հասարակությանը, այլև այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ Երկիրը պարզապես չի դիմանում մեր անօրինության ծանրությանը։ Երբ երկիրը տագնապում է, միակ ապահով վայրը Աստծո ներկայությունն է։ Սաղմոս 2-ն ասում է. Աստված ապավեն և զորություն է մեզ համար, նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզ երկիրը ցնցվի և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Եթե դուք տեսնում եք երկնքի լռությունը, փորձեք լսել այն ձեր սրտի մեջ։ Հնարավոր է, հենց այդ լռության մեջ է Աստված ձեզ ինչ-որ շատ կարևոր բան ասում։ Մի վախեցեք երկրի տագնապից, վախեցեք ձեր սրտի անտարբերությունից։ Երկինքը լռում է, բայց նշանները գնալով ավելի բարձր են գոռում։ Իսկ ինչ կլինի, երբ այդ լռությունը խախտվի կեղծ ձայներով։ Հաջորդ սերիայում մենք կխոսենք ամենավտանգավոր նշաններից մեկի մասին՝ կեղծ մարգարեների, ինչպես տարբերել ճշմարիտը ստից մի աշխարհում, որտեղ ամեն ինչ թվացյալ է։ Բաժանորդագրվեք ալիքին և մեկնաբանություններում գրեք. Դուք զգում եք երկրի հառաչանքը ձեր շրջապատում։ Թող Աստծո խաղաղությունը պահապան լինի ձեր սրտերին։